Ական 82 Անկախ ական Կյանքս եթե իրար հետ ամուսնանանք խոսք եմ տալիս թագուհու նման ես ապրելու Եթե մեր չորրորդ հարգի թագուհու նման պիտի ապրեմ չեմ ուզում Թաքուշն էլ հաստատ չեր ուզի տենց ապրեր Ամբողջ օրը մարդու հետ գրդաբիլով փետ ա սղոցում որ երեխեքը չմրսեն Խոսք տուր նորմալ երկրում կապրենք հարց չկա կամուստանամ հետդ Յա, էդ արդեն դեմս պայման ես դնում, բա սերը տուր մնաց Լսի, եթե ապրուստի միջոց չկա, սերը երկար չի կերակրում, գնալով սառում ա, ռոմանտիկան էլ դեպրեսիայի տեսք ա ընդունում Էս ինչ մեջբերումներ ես անում, կարող ա գիտես ամբիոնիդ վարիչտեմ Հիմա հա թե չէ, եթե հա, ուրեմն մենակ Հայաստանում, մնում ենք ստեղ, մեր երկրում տուն տեղ ենք դնում, ընտանիք ենք դառնում Եթե համաձայն չես ինչ ասեմ, ես ոչ մի տեղ չեմ գնա Իմացի ամեն գնացողի տեղը ուրիշն ա գալիս Ինչ իմանաս ով կլինի, ինչեր կանի, չեմ ուզում, ես մնում եմ, եթե հետս չես մնալու, քո ընտրությունն ա Հա, ու այդ ձեր չորրորդ հարգի թագուհուն, ինչքան էլ թաքուշ ասեք, մեկը ինքը իրա տան թագուհին ա մնալու Ու եթե պետք ա, փետ էլ կսղոցի, կրակ էլ կվառի, իրա տան մեջ կապրի ու երկիրն էլ կշենացնի Անցան տարիներ, պարզվեց շենացնելու համար միայն երկրում մնալը քիչ էր Մնացողները պետք է բարեխիղճ լինեին, անկաշառ լինեին, ամեն վաճառվող ձայնի հետ իրենց հետ երկրից մի կտոր չպետք է վաճառեին Մնալուց գոնե պետք է պատվով մնային Մնալու ու ձայն վաճառելու փոխարեն ավելի լավ է գնային, օտարության մեջ աշխատեին, դրսից մի փոքր գումար ուղարկեին Այո, համաձայն եմ, երկիրը լքած, բայց երկրում ապրող բարեկամին գումար ուղարկած հայը հայրենիքում մնացած ու ընտրակաշառք վերցրած հայից շատ ավելի հայրենասեր է Արա էս ինչ սթից գործարքեր, 10,000-ով ձենը սառավ, խոսք տվեց լավ ա լինելու Ինքը հարստացավ, ես գնալով սկեցի Հեսա գնում եմ ասեմ արքո 10,000-ը, ձենս հետ տուր, այս սուտասան Բա դու ասում էիր երկիրը, քաղաքը, համայնքը, գյուղն ու ժողովուրդը ավելի լավ են ապրելու Այ ցավը տանեմ, արդեն ուշ ա, դու էլ ձայն չունես Այն ժամանակ եթե խղճիդ ձայնին լսեիր ու ստամոքսիդ ձայնը չվաճառեիր, լսելի կլինեիր Իսկ հիմա ով ես դու, հասարակ թունավոր կոմենտ գրող, որոնցից բոլոր կողմերը հեկտարներով աճեցրել են Ոչ մեկականը մարդ է, որը ոչ ոքի շահի համար իր նյարդերն ու առողջությունը վտանգի տակ չի դնում Արդեն համոզվել է, որ ի սկզբանե բոլորը նույն համակարգում նախօրոք համաձայնեցված ու պայմանավորված եկել ու գնում են Նախկին ներկաներով դեռ ապագանել են պլանավորել, բայց շուտով մոտ ապագայում կձախողեն, որովհետև մոտալուտ կրթված հասարակության մակարդակը ստամոքսի մակարդակից շատ ավելի բարձր կլինի, ազգային շահը առաջնային դիրք կզբաղեցնի ու միասնական հզոր երկիր կառուցելու կիրքը օր-օրի կմեծանա Ախ ոնց կապրեի այդ Հայաստանում 90-ականներ տեսած Անցումային ժամանակաշրջանում ադապտացվելուն սովոր մեր սերնդով կամուրջ կհանդիսանանք, որ գոնե երեխեքն ու թոռները մեր երազած Հայաստանում ապրեն Միայն մի խնդրանք ազգային արժեքները վերցրեք ձեզ հետ նոր առաջանցեք Իհարկե կտրվել և ժամանակակից աշխարհից հետ մնալ պետք չէ, բայց նաև պետք չէ վերցնել այն բոլոր վնասակար բաները, որոնք հարիր չեն մեր ազգային մտածելակերպին Վերցրեք օգտակարը Լավ կրթությանը զուգահեռ մարդուն լավ դաստիարակություն է պետք, որովհետև կրթություն ստացած անդաստիարակը չկրթվածից ավելի վտանգավոր է Հայը հայի տունը քանդեց Սա ժամանակների խորքից մեզ հասած երևույթ է Հային լարել մեկ ուրիշ հայի դեմ Սա աշխարհին հայտնի աշխատող փորձառություն է Սա վերաբերում է այս 35 տարիների մեր մանկությունը և երկիրը մեզանից գողացած բոլոր պետական և ոչ պետական այրերին, որոնք մուրճը մեկը մյուսին փոխանցելով եկան անցան և դեռ անցնում են Բոլորն էլ կանցնեն կգնան, բայց ամենազոր պատմությունը ոչ ոքի չի մոռանա Բոլորին իրենց տեղը ցույց կտա Երբեմնի մատաղ սերնդով պահանջատեր լինենք Չէ որ մեր մանկության անհարմարությունների և դժվարությունների հաշվին կերտվեց փափագած անկախությունն ու պետականությունը Եթե բախտս բերի և դարեր հետո ինձ խոշորագույն պատմիչ համարեն, ասենք
Հարություն Դավթաշենցին կամ Կոմիտասցին, Երևանցին, այսինքն հայաստանցի մեկը, որը իր զգացածի չափով պատմեց մի ամբողջ ժամանակաշրջանի մասին և ընդհանուրի հիշողությունը մնայուն արժեք դարձրեց, չեմ ուզի։ Ոչ, եթե պատմության մեջ լինել, գերադասում եմ լինել որպես անկախության մատաղ սերնդի ներկայացուցիչ, իբրև նորաստեղծ պետության ապագա հանդիսացող երեխա, մեկը այն հազարավոր երեխաներից, որոնց մանկության հաշվին անկախության նորագույն եռագույնի պատմությունը դասագրքերում դեռ կգրեն ու կպատմեն։